Դուք անցել եք բավականին երկար եւ բազմաբովանդակ ճանապարհ, թատրոն, կինո, Փարիզ, Նյու Յորք։ Այդ ճանապարհն անցնելուց հետո ինչպես կբնութագրեք առհասարակ դերասանի մասնագիտությունը։ Պիտի նշեմ, որ 3 տարեկան հասակից ծնողներս հասկացել են, որ պիտի դերասանուհի դառնամ, բայց ես լավ հիշում եմ փոքր տարիքում, երբ նայում էի տիկնիկային թատրոն, ինչ-որ բեմականացումներ, հեռուստատեսությամբ, ինձ համար այդ ամեն ինչը, չգիտես ինչի, ոնց որ հրաշքների աշխարհ լիներ, որտեղ տիկնիկը կենթանանում էր, խոսում էր, ինչ որ պատմություն էր ստեղծում, ու այդ հրաշքների աշխարհը ինձ այնքան էր գրավել, որ ես սկսեցի ուսումնասիրել ու սիրահարվեցի։ Հայրս, ելի եմ կրկնում, 3 տարեկանում վստահ էր, որ դերասանուհի կլինեմ, ոչ թե արվեստի բնագավառի մարդ, այլ հենց դերասանուհի։ Հետագայում այդ հրաշքների աշխարհը, երբ որ ինձ գրավեց ու ես զգացի ինչ է, ես ինքս ցանկանում էի մարդկանց բերել դեպի այդ հրաշքների աշխարհը։ Հետևաբար պիտի ասեմ, որ դերասանի մասնագիտությունը ինձ համար դա սիրո մասնագիտություն է։ Ինչի, որովհետև արտիստները, իհարկե բոլորը չեն, որ պիտի կոչվեն արտիստ կամ դերասան, հատկապես մեր օրերում շատ խառնաշփոթ է առաջացել այդ մասնագիտության շուրջ, բայց դերասանը իր մեջ անսահման սեր է կրում եւ ինքն էլ ունի այդ սիրո կարիքը տալու եւ փոխադարձը ստանալու։ Ճանապարհը, այո, շատ բազմազան է եղել իմ ճանապարհը, տարբեր երկրներ, շրջագայություններ, նկարահանումներ, համենայն դեպս պետք է ասեմ, որ ես իմ երկրում շատ ավելի գուցե շատ հարցերում տուժել եմ, հա, եւ նկարահանումների առումով եւ մնացած, բայց իմ երկրում ես զգացել եմ, որ ես տանն եմ։ Ու ինձ շատ ավելի այստեղ ապահով ու երջանիկ եմ զգացել իմ ներքին աշխարհում։ Դերասանի գլխավոր գործիքը ո՞րն է։ Դերասանի գլխավոր գործիքը, ինչպես բոլոր բնագավառներում, բոլոր մասնագիտությունների գլխավոր գործիքը, դա մարդու հոգին է։ Հոգևոր գիտակցությունը առաջնահերթ, որովհետև եթե քո հոգին, այսինքն դու չես զգում կյանքը, չես կարևորում շատ բաներ, որոնք պետքա փոխել, պետքա աճեցնել, պետք է զարգացնել, եթե հոգիդ արթուն չի ու այդ ամեն ինչին չի արձագանքում, արածդ արվեստի չի վերածվի։ Հետևաբար առաջին հերթին գործիքը հոգին եւ մարմին։ Հոգին եւ մարմինը։ Մարմինը անմիջապես դերասանի, այո, հենց իր կոնկրետ առարկայական գործիքն է եւ այն պիտի պարտադիր մարզված լինի։ Դերասանը ամեն օր պիտի կրթի, զարգացնի իր միտքը, հոգին եւ զուգահեռ մարմինը։ Օրինակ, ես ամբողջ կյանքում մարզասրահներից դուրս չեմ եկել։ Ես սիրել եմ մարզվել, ես սիրել եմ պարել, ես սիրել եմ մարմինը նույնպես կրթել։ Շատ կարևոր գործիք է ձայնը, որովհետև ձայնը դա հոգու ելևէջների արձագանքն է։ Ձայնը պարտադիր, երբ որ դու խոսում ես, երբ որ քեզ լսում են, դու պիտի էլի բժշկես քո ձայնով, պիտի հանգստացնես, պիտի մաքրես, պիտի շատ կարևոր լուսավոր էներգիա ներշնչես մարդու ներսը, նաև ձայնով։ Հետևաբար դերասանի գործիքը հրաշագեղ մարդն է։ Երբ ունենում եք նոր կերպար, մտնում եք նոր կերպարի մեջ, արդյոք Ռուզանն է մտնում այդ կերպարի մեջ, թե Ռուզանն ամբողջությամբ մնում է դրսում։ Եվ նաև այս ձեր արվեստի ճանապարհին ձեզ որ դերերն են առավել հոգեհարազատ, առավել հեշտ տրվում, դրական կերպարները, թե բացասական։ Երբ հայտնվում է դերը, Ռուզանը ուղակի վերանում է։ Ամուսինս ամեն անգամ տեսնում է իմ այդ վիճակները, ասում է դու փոխվում ես, դու դառնում ես երջանիկ մարդ ու էներգիա տա փոխվում։ Ռուզանը ինքը վերանում է, երևի թե այնքան է վերանում, որ այդ կերպարը սկսի ծնվել։ Ռուզանի եւ կերպարի միջև սկսում է ներքին թաքուն երկխոսություն, այս նյութական աշխարհից դուրս։ Քիմիայի դաշտում է սկսում փոփոխություններ տեղի ունենալ, հետո նոր հասնում ենք այդ քիմիան, էներգիան, հետո հասնում ենք դետալներ, հետո արդեն մարմնի կառուցվածք, հագուստ եւ այլն եւ այլն։ Ինքը շատ կախարդական ճանապարհ է։ Ինքը շատ
Երջանիկ ճանապարհը։ Ինձ հեշտ տրվել են շատ դրական կերպարներ, բայց ինձ միշտ հետաքրքրել են բացասական կերպարները։ Վերջերս բախտ ունեցա մի երկու նախագծերում բացասական կերպարներով հանդես գալ եւ ստացվեց արձագանքից հասկացա ինչու։ Ես պետք է նշեմ, որ հատկապես բացասական կերպարները չի կարելի մակերեսային խաղալ։ Չի կարելի մարդուն խաղալ ուղակի չար, դաժան, չէ։ Այ հենց բացասական կերպարներին պետք է ամենաշատը սիրես, իր ներքին դրաման հասկանաս, ողբերգությունը եւ այնպես անես, որ հանդիսատեսը քո հետ միասին սկսի սիրել այդ կերպարին ու հասկանա, որ ինչքան ծիծաղելի ու տխուր է, երբ որ մարդը չար է, նախանձ է, ագահ է։ Գիտեմ, որ բացի խաղալուց դուք նաև գրում եք սցենարներ, միևնույն նյութին ինչպես է տարբերվում հայացքը սցենարիստի եւ դերասանի, այսինքն երբ սցենարիստի աչքով եք միևնույն նյութին նայում եւ երբ դերասանի աչքով եք նայում, շատ է տարբերվում։ Ճիշտն ասած, ես ինձ չեմ համարում սցենարիստ կամ գրող։ Պարզապես ես դերասանուհի եմ, ով ունի իր աշխարհը եւ իր աշխարհից երևույթներին մոտենում է շատ խորը, ուզում է ինչ-որ բաներ փրկի, ինչ-որ բաներ փոխի եւ քանի որ անդադ դերասանները զբաղված չեն լինում, իրանք պետքա մի բանով զբաղվեն, որ չխենթանան, հետեւաբար թուղթուգրիչ դարձան իմ ընկերները, ես մանկուց եմ սիրել։ Սկզբից նկարում էի, հետո սկսեցի գրել ու միշտ եմ գրել։ Գրելու ընթացքում, գիտեք, այդ ֆանտոմները, որ գալիս են, կերպարների ֆանտոմները, էներգիան, հա, դու սկսում ես խաղալ իրանց հետ այդ դերասանի օգնությամբ խաղում ես յուրաքանչյուր կերպարը, որպիսի իրեն մոտեցնես ավելի քեզ ու հանձնես թղթին, բայց այնտեղ գալիս է քեզ օգնության ռեժիսորը։ Ինձ հետաքրքիր է այդ ռեժիսորը, ով պիտի կառուցի նաև։ Իհարկե տարբերություն կա, բայց գրելու ընթացքում դու շատ կերպարներ ես խաղում ու բավարարում ես դերասանիդ այդ կարիքը խաղալու։ Այսինքն չես խենթանում, որովհետև այս պահին ռեալ չես խաղում։ Դու էլի խաղում ես պարզապես թղթի, գրիչի եւ քո ֆանտոմների հետ։ Արվեստը, մշակույթը ավելի շատ մենքի գաղափար է, բայց ժամանակները ցույց են տալիս, որ այն ավելի ու ավելի եսակենտրոն է դառնում։ Ըստ ձեզ, ինչ է մնացել այդ մենքից հայկական արվեստում, հայկական մշակույթում եւ ինչը որ մնացել է, ինչպես պահպանենք։ Ընդհանրապես ովքեր են դառնում դերասաններ, հա? Արդեն գնանք դեպի հոգեբանություն, ովքեր են արվեստի մարդիկ դառնում։ Դրանք երեխաներ են, ովքեր ունեն շատ սիրո կարիք։ Իրանք չեն բավարարվում այնքան սիրուց, որքան որ իրենց տրված է, ինքը այդպես ծնվել է։ Եվ ինքը ունի այդ սիրո կարիքը, որպիսի այդ սերը ինքը ստանա ու կարողանա ապրի։ Բայց երբ որ դերասանը իր կենթանական վիճակից, բնազդային վիճակից սկսում է զարգանալ եւ դառնում է գիտակցական մարդ, եւ դառնում է պրոֆեսիոնալ մասնագետ, եւ շատ խորքային ուսումնասիրություններով է մոտենում իր մասնագիտությունը, ինքը հասկանում է, որ իր եսը եւ այդ սերը, որ ուզում է ստանա, այդ ամեն ինչը ինքը պետքա ծառայացնի մենքին։ Բայց ցավոք, ինչ է կատարվում մեր իրականության մեջ։ Քանի որ բոլոր մասնագիտությունները այսօր արժեզրկվել են եւ բարձրագույն արժեքներն են արժեզրկվել, հետեւաբար ամեն մարդ մտածում է, որ ինքը կարա լինի դերասան։ Դերասան դառնալը դա մի ամբողջ կյանք է, մի ամբողջ նվիրում է։ Այսօրվա այդ ողբերգությունը, գիտեք ինչ է, այդ եսն է։ Եսը, որ ուզում եմ ասենց խեղդի ու դա համատարած վարակի նման, վիրուսի նման տարածվում է բոլորի մեջ։ Ես լինեմ, ինձ նայն, ինձ ծափարեն, ինձ ծաղիկներ տան։ Չէ։ Մեր թատրոններում էլ է դա տիրում։ Իրար բսկտելը, դերը վերցնել, անգամ դերը խաղալուց հետո ես տեսնում եմ, որ բեմադրությունը արված է տվյալ դերասանի կամ դերասանուհու համար, ոչ թե գաղափարի, ներկայացման, պիեսի, բովանդակության համար, այլ դերասանի համար։ Իհարկե ոչ բոլոր թատրոններում, հիմա ես այսպես գովազդի չվերածեմ, իմ խոսքը չեմ նշի անուններ, բայց կան մեր երկրում անուններ, պատկառելի անուններ, որոնք դահլիճը լցված լեփ-լեցուն իրանք խաղում են ու
ու հիանում ես ու զգում ես, որ այստեղ եսը չի։ Մարդը եկել է, դարձրել է մենք ներկայացումը ու հանդիսատեսի հետ կիսվում է, փոխանակում է տեղի ունենում, երջանկության էներգիան սավառնում է, կան այդպիսի արտիստներ։ Մենք ունենք այդպիսի արտիստներ, չնայած ելի եմ կրկնում, եսը պիտի սահմանափակենք եւ վերածենք menki։ Համաձայն եք, որ Հայաստանում կա մի տրամաբանություն, որ follower-ների, հետևորդների թիվը հավասար է տաղանդին։ Եթե կա, ապա ինչպես պայքարենք դրա դեմ, ինչ գին ենք մենք հիմա վճարում եւ ուր է տանում մեզ այդ տրամաբանությունը։ Հետևորդների քանակը հավասար է տաղանդի այս տրամաբանությունը, դա կտանի մեզ կործանման։ Դա շատ ուժեղ արտահայտված էր մի շրջան, բայց հիմա ես չգիտեմ ինչի հերավոր ապագայում նկատում եմ, որ դա կարծես թե արդեն անկարևոր է դառնալու։ Որովհետև մի շրջան կար, երբ որ չէին հրավիրում, կամ հրավիրում են, ուղղակի շատ չեն հրավիրում, ինձ իմ գոլեգաները խորհուրդ էին տալիս, որ ես հագնվեմ, հագուստներով նկարվեմ, քայլեմ, ինչ-որ բաներ խոսեմ, ինչ-որ բաներ անեմ, ինձ համար դա բովանդակություն չունեցող հիմարություն ժամանակի սպառում, այսինքն քո կյանքը կարևորագույն բանը, որ կյանքն է, որ պիտի ապրես ամեն օրդ արժևորված, դու նվիրում ես ինչ-որ հիմարության, ինչա որ ունենաս հետևորդների քանակ ու ինչա որ քեզ շատ հրավիրեն։ Լավ, անգամ եթե հրավիրում են ու դու չունես հետևորդների մեծ բանակ քո ետևում, քեզ վատ են վարձատրում, բավական ցածր։ Եվ այդպես էլ նշվում է։ Իսկ այն երեխաները, այդպես նշեմ, այդպես ասեմ, որովհետև երիտասարդներն են շատ ակտիվ, չունենալով մասնագիտություն, չունենալով կրթություն, ուզում են Երևան կոչվեն դերասանուհի կամ դերասան, ունեն հետևորդների քանակ, իրենք հայտնվում են առաջին գծում, պրոֆեսիոնալներին թողնելով յետին պլան եւ վարձատրվում են շատ լավ եւ ամբողջ գունաբնակը արվեստ ասացի փոխվում է այսպես։ Մեր մասնագիտությունը այդ սուտը ինքը չի սիրում, մեր իսկական մասնագիտությունը, արվեստը ինքը դա չի ընդունում, ինքը շատ դաժան ավարվում այդ դեպքում։ Ինքը ուղղակի քեզ կարող է այդ բարձրությունից այնպես գցի ներքև ու տապալվես, որովհետև փուչ աստիճաններով բարձրանալը ինքը մի օր փուչ անկում է, որովհետև դատարկություն է բերում։ Գանք գոլեգաների հետ հարաբերություններին, որն է ավելի ցավոտ գոլեգաների հետ հարաբերություններում, մրցակցությունը, նախանձը, միգուցե դավաճանությունը, եւ կա արդյոք մի պատմություն ձեր կյանքում, որը ամենամեծ դասն է եղել։ Գիտեք, ոչ մի բանն էլ ցավոտ չի։ Ոչ մի բանը։ Եթե 10 տարի առաջ պատասխանեի, կասեի այո, ցավոտ է, որովհետև եւ այլն, բայց ոչ մի բանը ցավոտ չի, ուղղակի սկզբնական շրջանում շատ զարմանում էի այդ գզվրտոցի համար, շատ արհեստական հարաբերությունների եւ այլն, իսկ հետո հասկացա ինչա կատարվում այս կյանքում, հետեւաբար նաեւ արտիստների հետ, իմ գոլեգաների եւ հանգստացա, ոչինչ ցավոտ չի, պատմություններ շատ կան, բայց չեմ կարծում, որ դրանք արժեքավոր պատմություններ են, որպեսզի դրա մասին խոսենք։ Ես իմ բոլոր գոլեգաներին մեծ հաջողություններ եմ ցանկանում եւ միշտ լինեն սիրո դաշտում։ Հայաստանում երբեմն կնոջ եւ տղամարդու դերը ընտանիքում շատ ավելի խիստ է գրված եւ դրված, քան ֆիլմերի սցենարներում։ Վերջին 30 տարիների ընթացքում ըստ ձեզ ընտանիքի կոնցեպտը, հայ ընտանիքի, ինչքանով է փոխվել եւ կարող եք այն ներկայացնել ձեր ընտանիքի օրինակով։ Ընտանիքը երբ որ ձևավորում է մարդ, ինքը պիտի պատրաստ լինի ընտանիք ձևավորելուն, այսինքն ինքը պետքա իրեն ճանաչի կյանքը, ինչա ուզում կյանքը իրենից եւ ինքը կյանքից նոր ձևավորի իր ընտանիքը։ Հակառակ դեպքում ողբերգություններ են տեղի ունենում, հատկապես մեր հայկական իրականության մեջ։ Որպեսզի ողբերգություններ տեղի չունենան, հայ կինը, հայ աղջիկը պետքա շատ լավ գիտակցի իր անելիքը, առ տիեզերք, պարտադիր պիտի նշեմ այդ բառը, որովհետև կինը, աղջիկը ինքը պատահական երևույթ չի, իր միջոցով է մի աշխարհից այս աշխարհ մարդ գալիս, իսկ դա մեծ պատասխանատվություն է, իսկ ինչ պիտի անի տղամարդը կնոջ համար եւ
հետ։ Նախ տղամարդը պետք է ամեն ինչ անի, որ կինը լինի երջանիկ։ Ամեն ինչ պիտի անի, որ կինը լինի ազատագրված, ուրախ, ինչի, որպեսի իր տղամարդու գործերը լինեն հաջողված եւ տղամարդը կարողանա բարիքներ, որը այսօր կարելի է նշել փողի տեսքով, բերքն ու բարիքը կարողանա հավաքի ու բերի տուն։ Իսկ կինը եղածը պիտի պահի ու կրկնապատկի ու եռապատկի։ Երբ է քանդվում ընտանիքը, երբ որ չկա այս սխեման, տղամարդը պահում է երջանիկ կնոջը, բերում է տուն, կինը կրկնապատկում ու վերադարձնում է իր ընտանիքին։ Իմ ընտանիքի օրինակը հետևյալն է։ Իմ ամուսինը շատ հետաքրքիր մարդ, ազատագրված երևույթ, զարգացած մարդ, շատ կարևոր է, որ մարդը զարգացած լինի, որովհետև դրանից է սկսվում ամեն ինչ։ Ինքը ունի իր տեղը, ընտանիքում իր դիրքը, ես իմ։ Յուրաքանչյուրս գիտենք մեր անելիքը եւ յուրաքանչյուրս ոչ միայն սիրում ենք իրար, այլ ամենակարևորը մենք հարգում ենք իրար։ Հարգում ենք ու հոգատար ենք մեկս մյուսի անգամ սխալի դեպքում։ Մենք օգնում ենք, որ սխալները, խանգարող բաները հարթվեն, կորեն, գնան, ոչ թե զարգանան ու ավիրեն։ Երբեմն հայ կերպարին ասում են շատ էմոցիոնալ, բայց ոչ այնքան վերլուծական։ Համաձայն եք այս մտքի հետ, եւ եթե այո, ապա ինչ գին ենք մենք վճարում այդ էմոցիոնալ լինելու եւ ոչ վերլուծական լինելու համար հիմա։ Գիտեք, հայը ընդհանրապես շատ սարուձոր երևույթ է, կամ ներքևում է, ամենաներքևում, կամ շատ վերևում է, բայց մենք ապրում ենք երկիր մոլորակի վրա, այս դաժան իրականության մեջ դիվանագետների, տարբեր երկրներ, տարբեր դիվանագիտական հայացքներ, այդ ամեն ինչի մեջ մենք դարերի խորքից եկած չենք կարողացել տեղավորվել, որպեսզի կորուստներ չունենանք։ Ինչի։ Ես մի բան եմ հասկացել եւ ինձնով եմ դա հասկացել։ Մենք երեխա ենք մնացել։ Եվ մեր մեջ կա մի վատ վիրուս, միամիտ ենք մենք։ Իսկ միամտությունը դա մեղք է, այսինքն մեկ միտք, մեկ ուղղությամբ մտածել։ Մենք շատ արագ ենք հավատում, մենք շատ արագ ենք տալիս, արագ ենք տրվում, նվիրում, չէ։ Դրա համար մենք կորցնում ենք, մենք տալիս ենք, մենք չենք պահում։ Իհարկե այդ տալու մեջ այնքան լավ բան կա, դրա մեջ հրաշք աստվածային բան կա, բայց երբ, որտեղ, ինչու եւ ինչպես։ Այդ դրա մասին մենք բարբերաբար մոռանում ենք։ Հայ մեջ կա, այսպես ասած, ճակերտավոր վախի վիրուս, այսինքն լռել, երբ պիտի բարձրաձայնել, կանգ առնել, երբ պիտի առաջ շարժվել։ Արդյոք համաձայն եք այս մտքի հետ եւ ձեր կյանքի որևէ փուլում զգացել եք, որ դուք էլ վարակվել եք այս վիրուսով եւ եթե այո, ինչպես եք հաղթահարել այն։ Այո։ Գիտեք, վախի վիրուսը մեր ազգի մեջ դարերից շատ հեռու դարերի մեջ այդ վախի վիրուսը մեր մեջ մցրել են հատուկ եւ ընտելացրել են այդ վիրուսին։ Ուղղակի ընտելացրել են, որ մենք չհասկանանք, որ դա հիվանդություն է, որ դա վիրուս է, որը եկել է, որ մեզ թույլատնի, որ ավիրվենք, մենք կործանվենք ու ոչնչանանք երկրի վրայից։ Հենց վախի վիրուսից է սկսվում ամեն ինչ մարդու մոտ, տապալում, կործանում եւ հիվանդություններ։ Ես ինքս էլ իմ մեջ երբ մի օր հասկացա, որ կա վախ շատ հարցերում ավելի ակտիվ լինելու, ավելի հաստատակամ լինելու, գործը մինչև վերջ տանելու, երկմտում է մարդը վախի վիրուսի դաշտում։ Երբ որ մարդը երկմտում է, կասկածում է, անգամ երբ որ ինքը լավ գիտի ամեն ինչ, երբ որ ինքը վախենում է, կասկածում է, դա արդեն տապալման սկիզբ է։ Ես ինքս դա զգացել եմ եւ փորձել եմ ինքս իմ ներքին աշխարհում ինձ հետ ընկերություն անելով փորձել եմ ինձ առողջացնել ու հանել այդ վախի վիրուսը։ Եթե վախի վիրուսը դուրս է գալիս մարդու միջից, ինքը ազատագրված է ու իր մոտ ամեն ինչ կարա շատ հեշտ տեղի ունենա։ Այն որ ասում են հրաշքների հավատում ես, այ հրաշքները իրանք իրական լինելիք բաներ են, անունը դրել են հրաշք։ Ինչի, որովհետև մեր մեջ կա վիրուս։ Այդ վիրուսը եթե չլինի, այդ մեր ասած հրաշքները ամեն օր մեր կյանքում
շատ հեշտ կարող են իրականանալ։ Կան դերասաններ, որ ասում են, իրենք առանց թատրոնի չեն կարող ապրել, իրենք առանց կինոյի չեն կարող ապրել։ Համաձայն եք այդ մտքի հետ։ Դե իրենք կարողա չեն կարող։ Իրենք դեռ ազատագրված չեն։ Ես շատ եմ սիրում իմ մասնագիտությունը, խենթի պես սիրում եմ թատրոնն ու կինոն, բայց ես ամենաշատը սիրում եմ կյանքը։ Եվ այս կյանքում ես կարող եմ ապրել այն ամենով, ինչ որ առաջարկում է ինքը կյանքը, բայց դրական առումով իհարկե։